Ինչպես է ազդում ծխախոտը, բացի մյուս վնասակար նյութերից, որոնք որ կան ծխախոտի մեջ, այնտեղ կա նաև նիկոտին, եւ ոչ միայն դասական ծխախոտի մեջ, այլ նաև այս վերջին նորաոճ այդտեղ էլ կա նիկոտին եւ այդ նիկոտինը բերում է անոթասեղմիչ ուրեմն ազդեցության, այսինքն կծկվում են արյան անոթները, որը բերում է սնուցման խանգարման, իսկ միտեղ որտեղ որ սնուցումը լավ չէ, այնտեղ միկրոօրգանիզմները ակտիվանում են եւ բնականաբար միկրոօրգանիզմները ակտիվացնելով մենք ստանում ենք բորբոքում եւ այդ բորբոքումը գնալով խորանում է եւ այստեղ երկրորդ լուրջ խնդիրը որ այդ բորբոքումը առաջանալով մենք իրեն չենք տեսնում ինչի նորից նույն պատճառով քանի որ ունենք անոթասեղմիչ էֆեկտ ուրեմն այտուց չի լինում կարմրություն առանձնապես չի լինում եւ պացիենտը նկատում է բորբոքումը շատ ավելի ուշացած ժամանակաշրջանում եւ այս դեպքում մենք արդեն կորցրած ենք լինում ավելի շատ ոսկրային հյուսված կատամները արդեն սկսում են շարժվել եւ այդ ժամանակ որ սկսում ենք արդեն բուժումը ավելի դժվար ենք ստանում լավ արդյունք քան եթե մենք ավելի շուտ դիմեինք մասնագետի հետեւաբար ծխախոտը ոչ միայն առաջացնում է խնդիր այլ նաեւ խողարկում է խնդրի զարգացումը եւ այսպիսով պացիենտը դիմում է ավելի ուշացած վիճակում